Շարունակում է կենտրոնի առավոտը սրելի հեռուստադիտողներ, մայիսի 11-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա երգիչ Մավեր Մկրտչյանի «Կանչ հայոց տան» խորագրով մենահամերգը։ Կհնչեն հոգևոր, ժողովրդական, աշխուղական, կոմպոզիտորական, հայրենասիրական, ֆոլկլոր եւ հեղինակային երգեր։ Սպասվող համերգի եւ ընդհանրապես երգարվեստի մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է կոմպոզիտոր, ժողովրդական երգիչ Մավեր Մկրտչյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Լավ եք։ Արդեն Ես այստեղ տեսա, որ եւ ժողովրդական է, աշխուղական, կոմպոզիտորական, ֆոլկլոր, այս մի քիչ շատ չի, ցենց այս միաձուլումը։ Շատ տեղին հարց էր, որովհետեւ ի սկզբանե իմ համար համերգը հենց միանշանակ չի իր նպատակով, ծրագրով։ Ես համերգի մեջ ես ուզեցել եմ ընդգրկել ամբողջ հայ երգարվեստը իր ներկա բնակով այդ բոլոր հայկական, բոլոր ասելով հարաբերական բոլոր հայկական երգի ժանրերի ծաղկաքաղ անել, որովհետև համերգի ընթացքում կա հոգևոր, կա ժողովրդական, ամեն ժանրից մոտ 2-ական ստեղծագործություն, աշխուղական, կոմպոզիտորական եւ այս ամեն ինչը իմ համար հայ երգը այս ամբողջով է, ամբողջի մեջ է հայ երգ։ Մենակ ժողովրդական երգը չի ամփոփում ամբողջ հայ երաժշտությունը կամ հոգեվոր մի ժանրի մեջ չի սահմանափակվում եւ ես որպես երգիչ կատարող տեսել եմ հայ երգը հենց այս ֆորմատի մեջ եւ ուզեցել եմ իմ հայ երգի իմ մեկնաբանությունը ցույց տալ։ Այսինքն այս մենահամերգը սա իմ ընկալումն է հայ երգի իմ ձեռագրով։ Նման ֆորմատով առաջին անգամ եք համերգ տալիս։ Առաջին մենահամերգի ժամանակ օգտագործեցի այս գույները, բայց ոչ լիարժեք։ Այնտեղ էլի կար հոգևոր, ժողովրդական, գուսանական, այսինքն մի քանի բան, բայց այս մեծ տրամաբանության մեջ առաջ անգամն է։ Ու ձեզ հանրության, ասենք, ձեզ լսողները իրականում որ ժանրերն է ավելի հավանում։ Որտեղ մենք ակին հերո ենք ժողովրդականից էլ, չգիտեմ, այդքան նորաձև չի, ինչպես ասում են։ Ես այսպես ասեմ, եթե ես ինքս ապրեի հիմնականում հանրության պահանջներով, միգուցե իմ ձեռագիրը հիմա մի փոքր այլ լիներ, բայց ես ունեմ իմ նպատակը, իմ ձևավորված եսի այդ ցույց տալու խնդիրը եւ իմ եսը կայանում է դրանում, որ ես չպետք է ենթարկվեմ ինչ որ պահանջների։ Չնայած որ այն ինչ որ ես անում եմ, ես զգում եմ, որ մարդիկ սիրում են կամ մարդկանց ինչ որ գոնե շրջանակի դուր է գալիս։ Սա արդեն իմ համար ուղեցույց է, որ ես ճիշտ ուղու վրա եմ, բայց իմ համար երբեք չի եղել ուղեցույց այն, որ ինչ է պահանջում հանրությունը։ Եվ դրա համար այո, մեծամասնությունը որովհետև հիմա թյուր կարծիք կա անկեղծ ասած, որ մեր ժողովրդականը այդքան պետք չի կամ երկրորդային պլանում է, բայց իրականում այդպես չի։ Անկեղծ, եթե մի քիչ խորքային խորանանք տարբեր շերտերի մեջ, կհասկանանք, որ ժողովրդականը շատ լավ էլ պահանջ ունի, շատ լավ էլ մարդիկ լսում են, սպասում են, սպասված է, բայց այստեղ խնդիր կա ժողովրդականի, չասեմ նորովի մատուցման, որովհետև վերջի շրջանում շատ են մատուցում նորովի տարբեր ժանրային ու ֆորմատների մեջ, բայց իմ համար ինչ բաց թողում կա այս ժանրի մեջ, որ խորքային վերլուծություն չկա։ Այսինքն շատերը դիմում են ժողովրդական երգին, ինչ որ մի փուլում, ինչ որ մի խնդիր լուծելու համար եւ անցնում են առաջ։ Ոչ մեկի մոտ չի խորքային վերլուծում, որ սա միգուցե կարելի է այս ժանրի մեջ խորանալ այն իսկական բուն էությունը դուրս անել։ Ես սա խոսքս թող ընդհանրական չհնչի, սա ընդհանուր պատկերացում է, շատ անհատներ ունենք լավ արտիստներ, ովքեր իրականում մասնագետներ են շես դրա, ուղղակի իմ խնդիրն է, որ ես ամբողջ ժանրային միավորում անեմ այս մի համերգի մեջ։ Իսկ տեսահոլովակներ այդ ժանրում նկարվում են, ավելի լայն տարածում ունենալու համար։ Դե օրինակ ես վերջի տեսահոլովակը, որ տեսակ, դա կարելի ասել ոչ մի ժանրի չէր պատկանում, այսպես ասեմ երևի։ Ինքը գրվել է հենց պահի ուժեղ թելադրանքով, ես այդպես մի առիթով ասեցի, դա մեր Արցախի վերջի չարաբաստիկ, այսպես ասեմ, այդ մի քանի օրերի ընթացքում ստեղծվել երգը եւ ինքը հստակ խնդիր ուներ մեր հանրության, մեր հայերի ոգին բարձրացնելու եւ այստեղ թե խոսքերի, թե երաժշտության մտածողության մեջ խնդիրը դրված էր, որ ոչ թե այն
ամբիցիոզ հայրենասիրական, այլ ռազմական, մեր հայրենիքի, մեր միասնականության այդ կոչերի այդ ուղերձուն էր երգը։ Ունեմ տեսահոլովակ, որտեղ ինքը հենց խիստ ազգային է, ունեմ տեսահոլովակ հենց ֆոլկլոր գույնի մեջ, այսինքն բազմաժանր եմ ես վերջի տարիների ընթացքում փորձում աշխատել եւ ես անկեղծ զգում եմ, որ սա է ճիշտը իմ համար, ճիշտ օրենի համար։ Ես անկեղծ ասած չգիտեմ, չեմ տեսել ձեր տեսահոլովակի դիտողականությունները ինչքան չէ, բայց դուք ինչ եք կարծում դիտողականություններից կարող եք ինֆորմացիա ունենալ, թե ինչքան է սիրվում նմանատիպ երգերը, ինչքան են դրանից մարդիկ ոգևորվում, ինչքան են կիսվում իրենց սոցիալական կայքերում, շատ կարևոր ֆակտոր է մեր ժամանակահատվածում, դա ցույցիչ է։ Շատ կարևոր ու հետաքրքիր հարց տվեցիք իրականում։ Դիտողականությունը այս տեսալովի համար, այս կոնկրետ այս մեկի վրա երևի ամփոփվենք, ըստիս շատ քիչ է, որովհետև ինքը այն գործն էր, որ ինքը գոնե պետք է շատ մասսայական լիներ։ Բայց այստեղ ես ուրիշ նկատառումներով նայենք, դա ինձ շատ ուրախացրեց եւ ոգևորեց։ Եղել են այնպիսի կարծիքներ, թե նեղ մասնագիտական մարդկանց կողմից, թե հանրության այն նեղ շերտից, որ շատ ավելի առանձնացող ու ավելի ոգևոր ու բարձր էր, քան որ ընդհանուր ես ունեմ տեսալովակներ, որ ավելի մասսայական են, բայց այս տեսալովակի օրինակ այդ նեղ մասսայի կարծիքներն ու ռեակցիաները շատ ավելին էին, քան ես կարող էի պատկերացնել։ Այսինքն եթե մենք մասսայականության տրվենք, չէ, ինքը մասսայական չդարձավ, ըստիս որ կարող էր դառնալ, բայց ինչ որ մի շրջանակում ինքը շատ ոգևորող ու լավ կարծիքների արժանացավ, որը որ կարծում եմ էլի քիչ կարևոր չի, քան մասսայականությունը։ Շրջակայում եք համերգներով, ասում որտեղ եք լինում հիմնականում, նահանգներ, Եվրոպա։ Հաջախակի նահանգներում եմ լինում, Ռուսաստանում էլի բավականին հաճախակի համերգներով, տարբեր միջոցառումներով, Եվրոպայում այս տարի էլի կան պլաններ համերգային, Վրաստանում, իմ հայրենիքում, Ջավախքում եւ տարբեր, այսինքն այս պահի դրությամբ այս մոտակա մի ամսվա ընթացքում իմ ամբողջ ուշադրությունը սևեռված է մենա համերգի վրա, բայց դրանից հետո կան շատ տարբեր պլաններ մեր Սփյուռքի հայ համայնքի հետ։ Բայց ո՞նց է իրենց այցելությունը, օրինակ նահանգներում։ Բավականին լավ։ Անկեղծ նույն նահանգներում ես 23 թվականի նոյեմբերին ունեցա մենահամերգ Ալեքս թատրոնում, շատ բարդ ու դժվար ժամանակում եւ անկեղծ ասեմ, մինչև հիմա այդ մենահամերգի էմոցիաները, այդ տաք էմոցիաները չեմ կարողանում մոռանալ, որովհետև շատ տաք ու ջերմ համերգ եղավ իր հանդիսատեսով։ Եվ հիմա փորձում ենք նույնը, ոչ թե նույն, այլ այս ավելի շատ այս համերգի ֆորմատը նոյեմբերին էլի ձևավորել Միացյալ Նահանգներում, հետո արդեն ուրիշ տեղերում։ Հիմա այդ ըստ կարոտն է, թե պակասը։ Երկուսն էլ։ Հայրենիքի։ Երկուսն էլ, որովհետև այդ պահին անկեղծ ասեմ, որ տեսնում ես մարդկանց անգամ այդ լացող ասելով, այդ դրական առումով, որ հուզվում են մարդիկ, այդ հայացքները, դա տեսնում ես, որ այդ մարդիկ ոնց որ այդ մի երկու ժամով իրանց կարոտ առան, իրանց հայրենիքում զգացին, իրանց սիրված, սիրելի երգերը լսեցին եւ այստեղ դու այդ խոսք ասում ես, դու իզուր չես ապրում։ Ապրում եւ ստեղծագործում, բայց ինձ հետաքրքիր է ինչա մեզ հետ կատարվում, երբ որ մարդիկ եւ սիրում են, դե սա մենք բոլորս ենք տարբեր միջոցառումների ժամանակ տեսել եւ լսում են անորական ճաշակ երաժշտություն, սիրում են, իրոք սիրում են եւ իրենք սիրում են հայրենասիրական երգեր, նաեւ սիրում են կոմիտես, ուզում հասկանամ ինչա կատարվում, ոնց կարելի է այդքան սիրել իրար հակասող երկու բևեռներ, էլի։ Ոչ կարող բևեռ չասենք, լավ։ Ես այսպես ասեմ, մենք բոլորս այդ հարցում առաջին հերթին ես ինձ կասեմ, մեղավոր ենք։ Ինչի համար, որովհետև այսօր կյանքը ցույց տվեց, որ մարդիկ սկսում են սիրել այն, ինչ որ շատ է մատուցվում։ Եթե մի համուր մի քիչ մեր գոնե արվեստագետների կամ երգիչների, երաժիշտների մակարդակում լիներ խնդիր դրված գոնե ինչ որ աստիճան պահելու, կարծում եմ այսպես չէր լինի։
որովհետև բոլորս անելիք ունենք, հենց մեր ոչ թե, այսինքն չանելն էլ դա մեղք է։ Ես ինքս ինչի համար ես համերգ դրեցի, ես լիքը հարցեր կա, լիքը դժվարություններ կա, անկախ ամեն ինչից, դա այսօր մենահամերգը դա ոչ մի կոմերցիոն բան չի Իրանից ենթադրում եւ հակառակը շատ բարդությունների հետ է կապված, բայց ես հասկացա, լավ ինչքան կարելի է այսպես վախերով ապրել, բայց կյանքը անցնում է, չէ՞, մարդիկ, եթե դու չես տալիս սա, ուրիշն է տալիս Իրանը։ Եվ հասկացա, որ չէ, ես էլ իմ սխալն ունեմ, իմ պասիվությամբ, իմ քիչ գործելով, չնայած որ ես շատ եմ աշխատում, բայց ավելի շատ կարող եմ անել։ Եվ այսպես մենք պիտի բոլորս մեր գործը լավ անենք, որ հետո մարդկանցից ես այսպես եմ մտածում, չգիտեմ։ Դե անս չան նույնը հետո կողքից այնպեսի քարոզ է գնում, որ չգիտես էլ հիմա էլ ինչ պիտի կարողանաս։ Այս հարցի երկրորդ կողմն է, այս հարցի երկրորդ կողմը։ Որովհետև լրիվ ուրիշ պատկեր է հիմա, այսինքն հերիք չի որ կա ինֆորմացիայի պակաս, հերիք չի որ կա կրթության պակաս, հերիք չի որ կա նաև այլ տեղից ավելի մասշտաբային քարոզ։ Գումարած դրան էլ հիմա ես օրինակ զարմացած եմ, լավ, հələ մեկ-մեկ, չգիտեմ ես ճիշտ եմ թե ոչ, կարող է շատ սուբյեկտիվ է, դեռ ինչ որ տղաների ինչ որ բաներ տենց եմ ասում ներում ես էլի սխալներ, չնայած որ երևի երաժշտության մեջ, բացի ռաբիզից, այդ հələ դնենք մի կողմ։ Այսինքն երիտասարդ մեր ստեղծագործող տղաների մեջ շատ ավելի ճաշակով են ստեղծագործողները, քան աղջիկները։ Տարօրինակ է, չէ՞, որ աղջիկները պիտի ավելի պատվախնդիր լինեն։ Աղջիկների մկկոցը օրինակ այդ անհասկանալի, տենց վուլգար, տենց էժան, ինչ որ տես, էժանը ֆինանսական առումով չէ, ինքը շատ թանկ տեսահոլովակ է, բայց շատ էժան բանով էլի, կոնտեքստով ու ասելիքով, այն որ դրա կարիքը չկա, որովհետև այդ տեսակ բան կարելի է շատ ավելի սիրուն մատուցել ու առհասարակ այդ գրեհկությունից դուրս լինել։ Բայց ես հիմա նայում եմ մեր երիտասարդ տղամարդկանց ստեղծագործող։ Հիմա կան մարդիկ, ովքեր լրիվ հայրենասիրական են, ձեր դեպքում դա կա ժանր, որ դուք պահում եք, չէ՞։ Բայց կան մարդիկ, որոնք բան են, ինչ է կոչվում այսօրվա այս բանը։ Փոփ, հա։ Թող լինի փոփ, կարգին տաղանդավոր տղաներ ունենք, սկսած Էրիկից, չգիտեմ, եւ իրենց մատուցած երգը աղջիկներին նայում, ասում ես մամա ջան, էս չա կատարվում, ինչ եք մկկում, ինչ եք սենց այդ մեկը հունականն է վերցնում, մեկը լավա որ հունականը վերցնեն, մեկը արաբականն է վերցնում ու տենց սկսվում է, տենց Տիգրովի, Վագրովի անհասկանալի բաները։ Չգիտեմ այդ ոնց ասենք, կինը գոնե առաջինը պիտի մի հատ զգաստանա ու ասի մի րոպե բա իմ հեղինակությունը, բա իմ տաղանդը, բա իմ ձայնը, հիմա այն որ տեսա։ Բայց համաձայն եմ, կնոջ կողմից անճաշակությունը շատ գրեհիկ է նայվում, էլի տղամարդու կողմից դա ինչ որ մի բան, այդպես կարող է ծիծաղել, դուք լավ, դե լավ, դե ռաբիզա երգում, հա, լավ, երգեց, ասենք թե մի երկու սիրահարված տղա էլ նստեց տենց մղկտած այդ երգի տակ։ Չէ, բայց եկեք ճիշտ հասկանանք, տղամարդու մղկտոցը շատ ավելի գոնե կնոջ ինչ որտեղ հասկանալի է, ինչ որ բանություն, ասма գոնե տղամարդը սիրում է մղկտա, կինը ոչ։ Չէ, տղամարդը պարտավոր է լուր մղկտալ։ Չէ, դե գիտեք իրականում այս զարգացած իրականության մեջ, ինչպես մենք հիմա սիրում ենք բնութագրել, հա, մեզ որ անդադ ասում են գնում ենք դեպի Եվրոպա, բան ասում ժողովուրդ հլնայք երկիշներին, իրանք լրիվ գնում են, չգիտեմ, Արաբստան, դուք չգիտեմ ուր եք գնում, բայց ոնց որ լրիվ ուրիշ տեղ է գնում ազգը։ Շատ իրարամերժ է, բայց երբ դու տեսնում ես երիտասարդ մեր աղջիկներին կանանց ստեղծագործելից, որոնք իմիջիայլոց կարող է շատ հետաքրքիր ու ճաշակով սկսել են իրենց մեկնարկը այս ոլորտում եւ կան իրականում այդպիսիք։ Ես իմիջիայլոց այսօրվա այդ մկկացողներից շատերին, որոնք լույս աշխարհ են եկել շատ տարիներ առաջ, կարող է մի 15 տարի առաջ, երգեր կան, որ հիմա ես YouTube-ում գտնում եմ, շատ դժվար է կատարել այդ երգերը։ Իրապես դու մի քիչ հասկանալով երաժշտությունից հասկանում եմ, որ ինքը դժվար երգ է կատարման համար։ Բացարձակ առանց մկկոցի շատ սիրուն դուետներ։ Մենք գիտես քանի դուետ ունենք, նայում ես ոչ մի ավելորդ բան չկա։ Մի հատ սպիտակ սենյակ է։ Նստած մարդիկ դուետ են երգում։ Ոչինչ չկա, գեղեցիկ հագնված, ոչ մի ավելորդ կադր։ Երգը բարդ, շատ սիրուն երգ։ Ու ասում ես ոնց, այս զարգացման ընթացքում են ինչի դեգրադացում գնաց այս մարդկանց մոտ։ Հիմա իրանք սկսել են օրինակ հագնվել շատ ավելի այդ վուլգար բառի հայերենը չգիտեմ որն է, գրեհիկը մի քիչ ուրիշ տեղ է տանում են, բայց վուլգար երևի, երգում են շատ մատչելի երգեր,
Այսօր էլ ինտերնետի դար է, այդ այն ժամանակ էր, որ չէինք կարողանում գտնել, որ այդ ինչ երգը կամ իմանալ, որ կարող է ինչ որ արաբական է կամ հունական է կամ չգիտեմ թուրքական է անգամ։ Բայց հիմա այն վրա միացած գրում ես YouTube-ում 148,000 տարբերակ բերում է։ Այսինքն բացահայտել թե ինչական երկը արմատները, այդ էլ բարդ չի։ Բայց մենք այս 44 օրյա հատկապես լավ հլը համարենք այն ժամանակ փոքր են եղել շատ բան չեն հասկացել։ Համարենք։ Բայց 44 օրյա պատերազմից հետո մենք առհասարակ իրավունք ունենք թուրքական երգեր վերցնել ու երգել։ Դրա իրավունքը բարոյապես չունենք այլևս։ Մենք շատ բաների իրավունք հիմա չունենք անելու, բայց ցավոք սրտի անում ենք։ Անկեղծ շատ կարևոր էլի բաների մասին խոսեցիք։ Ես ինքս փորձում եմ միշտ այս կոլեգիալ հարաբերություններում անկախ ամենից իսկանով ես չեմ ընդունում կամ բան, միշտ ավելի կոռեկտ լինել եւ Ինչ լավ է, որ մենք երկիր չենք ասում։ Հա, ես չեմ ուզենա բան անել, խոսել այդ մասով, բայց այստեղ իմ համար գիտեք ամենացավալի ծայրահեղությունը ինչումն է, որ ունենալով այն մշակույթը, ինչ որ մենք ունենք, Ժորժ ջան, որ խորանանք մեր այդ տարբեր շերտերի մեջ հոգևորի այդ միջնադարյան, վաղ միջնադարյան, մինչ քրիստոնեական մեր երգերը, մեր երաժշտությունը, հետո դրանից հետո ստեղծված այդ ամբողջը թե ժողովրդական, ֆոլկլոր, դասական, մենք անծայրածիր օվկիանոս ենք արվեստի։ Անկեղծ եմ ասում, ես ոչ մի կարծում եմ մեր ունեցած աշխարհով մենք ամբողջ աշխարհին կարող ենք պահել, բայց այն ինչ որ անում ենք մեր մշակույթի հետ, դա ուղղակի աններելի է։ Եվ այսօր շատ բաներ, որ այսօր կատարվում է մեր հետ, մեր հասարակության հետ, դա է մեր մշակույթի այդ վերաբերմունքն է, վերաբերմունքի պակասն է։ Ես միշտ մի բան եմ ասել իմ կյանքում ու հիմա էլ եմ կրկնում։ Եթե մի օր կա այնպիսի վիճակում ես գամ հասնեմ, որ երգը ծառայի ուղղակի իմ համար ապրուստի միջոց, գումար աշխատելու միջոց, ես կթարգեմ իմ երգերը, ես ուրիշ բանով կզբաղվեմ, որովհետև արվեստագետը երգիչը իրավունք չունի անել այն, ինչ որ մենակ գումար աշխատելու համար, որովհետև դա դու մարդու հոգու հետ ես աշխատում, քո երգով մարդու հոգևոր աշխարհը է ձևավորվում, լավ թե վատ, դրական թե բացասական ձևավորվում է, եւ դու իրավունք չունես ուղղակի մի քանի դիտումների կամ չգիտեմ ինչերի համար, այսինքն ուր մնաց արվեստը, ուր մնաց այդ արվեստագետի բարձր կոչումը։ Դե առհասարակ արվեստագետը ստեղծագործում է, հետո ընթացքում մնացած ամեն ինչը լինում է։ Ոչ թե ինքը ստեղծագործում է, որ այդ ամեն ինչը լինի, այլ ինքը ստեղծագործում է, որովհետև ինքը պարտավոր է ստեղծագործել, որովհետև դա ինքը սիրում է, դա իր մասնագիտությունն է, դա իր առաքելությունն է։ Բայց կոնե կա մի եւ ցավալի է ուրախալի ծայրահեղություն, որովհետև այդ ձեր ասած այդ ամեն ինչի մեջ կա նաեւ շատ ճաշակով մեր երաժիշտներ, ովքեր հակառակ անում են շատ հետաքրքիր ու լավ գործեր։ Մեր խնդիրն է, որ այդ լավը կարողանանք ավելի վեր հանել, որ գոնե ինքը կարողանա ճնշել մյուսին, որ ինքը վերը լավ ճնշեց, հաստատ այս խնդիրը մենք էլ չենք ունենա, որովհետև իրանք միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր ստեղծելու են այն ինչ որ ավելի շատ պահանջված է կամ ավելի շատ գումար է բերում։ Դա նորմալ է։ Այո, այստեղ խնդիրը մեր իրանց մեծամասնություն չկազմելն է, ոչ թե իրանք ընդհանրապես չլինեն, ընդհանրապես չլինեն։ Չէ, մեկ որ չեն ասում, դե գումար ենք աշխատում կոմերցիալ, դրա լավ, ընդունենք փող են աշխատում։ Այդ ո՞նց եղավ Գորսուջյանը լինելով լրիվ բացառիկ գույն, հաստատ էլի այդ փողը աշխատում է, որովհետև ինքը ասում իր սանդղակը դրել է, երբեք չի դուրս եկել իր ոճից, եւ այդ մարդը համ սիրելի է, համ ցանկալի է յուրաքանչյուր միջոցառմաններ, ես շատ եմ տեսել, որ շատ համերգներ են դրվում, եղավ այդ մարդն էլ է, չէ՞։ Ու այնտեղ, որտեղ որ հնչում է անճաշակ երաժշտություն, այդ նույն մասայի համար նաև երգում է, օրինակ գորին ես բային օրինակը բերում, գորի նման օրինակները շատ են, նաև երգում է գորը։ Ես դա փաստում եմ, ես սիրում եմ մարդիկ։ Չէ, նկատի ունեմ այն միջոցառումներում, որտեղ որ աբսուրդի հասնող երաժշտություն է լինում, նաև կա ամենաճաշակովը։ Այսինքն օրը բաժանում է երկու մասի։ Կամ սկզբից ամենաճաշակովն է, հետո աբսուրդը, կամ աբսուրդն է, հետո ճաշակովը։ Այսինքն այնպես է, որ այդ մարդիկ նաև սիրում են ճաշակով երաժշտություն։ Շատ կարևոր է թե արտիստը ինչ է հարամցնում։ Այստեղից հենց հիմա նախնական խոսքը սրա մասին էր, որ երբ որ այդ տարանջատումը լինի, երբ որ հարաբերական լավի վատի կամ պետքականի եւ չպետքականի խնդիրը ճիշտ լուծվի մեր մեջ, նաեւ բոլոր շերտերի մեջ, ոչ թե մենակ ժողովրդի մեջ, այլ դա կլինի, չգիտեմ, համերգային միջոցառումներ, դա կլինի թե հեռուստատեսային բոլոր ոլորտներում, երբ որ ինչ որ մեր նպատակ լինի ազգային, արդեն այս խնդիրը հաստատ ես վստահ եմ կվերանա, որովհետեւ մարդիկ
երբ որ մի բան մարդ 10 անգամ լսում է, սկսում է 10-րդ անգամին սովորել, 20-րդ անգամին սկսում է սիրել, եւ սա դառնում է այն, որ ինքը սկսեց սիրել առանց հասկանալ, որ ինքը չսիրեց, իրանց տիպեցին սիրել։ Այս դրա մասին է խոսքը։ Երբ որ դու թերթում ես Facebook, Instagram բան, երբ որ տեսնում ես, որ մարդ ոչ մի բան չանելով միլիոնավոր ինչ-որ բաներ է հասնում, չգիտեմ, մեծ ճանաչումներ է հասնում, այդ դեպքում ասում ես, լավ, դա ինչ անես, որ դու գոնե գոյատևես, երբ որ մարդ ոչ բան չանելով աշխատում ապրում։ Այս ծայրահեղությունները այսօր խեղդել են այդ լավին, բայց այնպես չի, որ լավը պահանջված չի, էս է հարցը։ Просто մենք պետք է, այո, լավը պահանջված է։ Ձեզ շնորհակալություն, որ մեզ հյուր եք, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, որ համերգը տեղի կունենա մայիսի 11-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, եւ հայրենասիրություն, եւ ժողովրդական, եւ աշուղական, եւ ֆոլկլոր երաժշտություն։ Դե եթե չեք ճանաչում, կարող եք գնալ ու ճանաչել ու փորձենք իրականում մենք մեր ճաշակը փոխենք։ Եթե մենք ճիշտ տեղեր այցելենք, ինձ թվում է, մենք մեր ճաշակը փոխենք, շատ հնարավոր է այն մարդիկ, ովքեր տենց մկկում են, իրենք հասկանան, որ կարելի է օրինակ այլ կերպ իրենց տաղանդը ներկայացնել, լինել համ դիտված, համ էլ իմիջիայլոց ոչ քննադատված։ Ու սիրված։ Այո, եւ չասեն, որ դուք, չգիտեմ, մուղամ եք կլկլացնում, ճիշտ հակառակ ասեն, այս ինչ սիրուն, չգիտեմ, հայկական երգ է։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ շնորհակալ Շնորհակալ ենք։ Գովա